Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեդիավի եթերում է Արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ, դեռ պատգամավոր չէ։ Դեռ այո։ Այո։ Ողջույն։ Ողջույն։ Աննա, ավարտվեց 8-րդ գումարման ազգային ժողովը, ես հիմա չգիտեմ, ասեմ դա երջանկություն էր ձեր համար, որ ավարտվեց եւ դուք ել չեք լինելու, հա, 9-րդ գումարումում եւ ուզում եմ հասկանալ ինչ տվեց այս տարիները մեզ։ Իհարկե ես միշտ ասում եմ, որ զուր տարիներ էին եւ ներողություն, բայց պետք է ասեմ, Արցախի ամբողջական կորուստը նաեւ ընդդիմության ուսերին մնաց։ Ես դες հետ կհամաձայնվեմ այն իմաստով, որ ինձ համար անձնական թեթևություն եւ երջանկություն է, որ այս ազգային ժողով ասեցիք, բայց օրենսդիր իշխանությունը, որը զավթված է, որտեղ ես հնարավորություն եմ ունեցել հայտնվելու, այնտեղ չկար ոչ աշխատանք, ոչ հնարավորություն ծառայելու պետությանդ, ոչ էլ որևէ կերպ թեթևացնելու երկրի քաղաքացիների առաջ ծառացած խնդիրները եւ սպասելիքները։ Եվ արդարացնելու սպասելիքները, այո։ Ես թույլ տվեք միայն չհամաձայնվեմ այն իմաստով, որ Արցախի կորստի ծանրությունն է մեզ վրա։ Մենք չենք կարողացել դա կանխել, այո, ամեն ինչ փորձել եմ անձնապես անել այդ իմաստով եւ մեր համար ամենամեծ մեղքը, ամենամեծ պատասխանատվությունը դա վճռականության բացակայության պայմաններում Նիկոլի գոյությունը հանդուրժելը եւ ըստ էության այո մենք այդ խնդիրը չենք կատարել, ձեզ հետ լիովին համաձայն եմ, զուր տարիներ էին, գոնե թե լինեին զուր, այլ ոչ թե կորստի տարիներ, իրականում պարզվեց, որ դրանք կորստի տարիներ են, տարիներ, որոնք հնարավորություն տվեցին Նիկոլին այն 2018-ից ինչ որ սկսել է, իշխանազավթման ծրագրի մեջ ինչ որ ներառել է, դա իրականացնել։ Փաստացի մենք ինչ ունենք 2018 թվականի իշխանազավթումից հետո։ Կորուստներ, փոքրացող հայրենիք, հազարավոր մահեր, դժբախտ ընտանիքներ, ավելացած պետական պարտք, զրոյացած ներքին կայունություն եւ այո, եւ անվտանգություն, որը այլևս այնքան անեական է, այնքան են մեզ սովորեցրել, որ ռիսկերը մեզ համար ամենօրյա են, այնքան են մեզ սովորեցրել, որ մեր քաղաքացիները իրենց սեփականության իրավունքով պատկանող հող չեն կարող գնալ, որտեղ դա կոնֆլիկտածին է, այնքան են մեզ սովորեցրել, որ ամեն օր արթնանալով Նիկոլը կարող է մի նոր բան հանձնած լինել եւ սա է ձեր նոր նորման։ Իհարկե այո, սա շատ վատ տարիներ են, ես ամբողջությամբ համաձայն եմ։ Ինչը մեզ տվել է ամեն ինչը, հույս ունեմ գոնե գիտակցում, թե որտեղ ենք ապրում, օբյեկտիվ իրականությունը ինքներս մեզ ասելու պատրաստակամություն եւ ցանկություն։ Ու ամենակարևորը խիզախություն։ Կարող ենք մենք խոստովանել, որ պարտվել ենք։ Ես չեմ վախենում ձեր եթերում ասել, այո, մենք պարտվել ենք։ Տիկին Մկրտչյան, մենք մինչև քարոզարշավը անընդհատ լսում ենք, որ հաղթելու ենք եւ գնում ենք բացարձակ հաղթանակի։ Իհարկե, ես միշտ օրինակը բերում եմ 21 թվականի արտահերթին եւ ասում եմ, այս մարտիկ մանդատները այնուամենայնիվ վերցրեցին եւ գնացին ազգային ժողով, այս 5 տարիները ոչ մի բանի մասին էր։ Բացի կորուստները եւ այն ճակատագրական պահերը, որի մեջ ենք մինչ օրս։ Հիմա ուժեղներով, երբ որ հավաքվում են եւ որոշում են պետք է մանդատները վերցնել կամ չվերցնել, մարդկանց դժգոհությունը հիմնականում մենք ձայն չենք տվել, որ դուք մանդատ վերցնեք, գնաք ազգային ժողով եւ միշտ օրինակը բերում են 21-ի, հա, պատգամավորներին, ովքեր որ վերցրեցին գնացին։ Հիմա իրանք ասում են, որ չէ, մենք նոր ուժ ենք, մենք կարողանանք կանխել շատ բաներ, հատկապես երբ որ Նիկոլը չունի այս անգամ սահմանադրական մեծամասնություն։ Ինչ է կարծում այս հանգամանքը, որ չունի սահմանադրական մեծամասնություն, դա ինչ որ բան տալու է, հատկապես ներողություն եմ խնդրում, չենք կարող համեմատել, հա, այս երիտասարդներին, անփորձներին, իհարկե մեջները կան մարդիկ, ովքեր որ անցել են քաղաքական ճանապարհ եւ այլն, իրենց հանած մնացածը, հա, եթե հիմա ես ասեմ ովքեր են այդ մարդիկ, դուք մի 3-4 հոգու հանեք տալու։ Այս մարդիկ նաեւ ասում են, որ մենք գնալու ենք եւ փորձելու ենք այնտեղ եղանակ փոխել։
Ինչ ենք անելու։ Ես ձեր թույլտվությամբ չեմ մեկնաբանելու մանդատ վերցնել չվերցնելու խնդիրը եւ այն անձանց, ովքեր կներեք, բայց ասեմ դժբախտություն է վիճակվել հայտնվելու արդեն 9-րդ գումարման ազգային ժողովում, որտեղ իշխանազավթված իշխանությունը Նիկոլի շարունակվելու է, դա նշանակում է բեսպրիդել, դա նշանակում է հակահայկականություն է այդ դահլիճում եւ ցանկացած տեղ, որտեղ այդ դահլիճի մեծամասնությունը ոտք է դնում, այդտեղ հայկական շահի մասին իհարկե խոսք լինել չի կարող։ Ձեր թույլտվությամբ ես էլ էի, երբ որ Նիկոլի դեմ սկսում էի պայքարել, կարծում եմ էլի անփորձ էի ու երիտասարդ, հետեւաբար փորձառությունը, մենք տեսել ենք փորձառուներին ինչպես են կարողանում Նիկոլի մոտ տեղավորվել եւ վատ իմաստով ճկունություն դրսեւորել Նիկոլին ծառայելու պահով, հետեւաբար երիտասարդության ու անփորձության մասով որպես բացասական չափանիշ չէի ընկալի, բայց շատ մի կարևոր փաստ կա, մենք մեր քննարկումը սկսեցինք գիտակցման մասին խոսելուց, այսինքն ասելով, որ մենք պարտվել ենք, այո։ Հիմա ես տեսնում եմ, որ մեզ մոտ քաղաքական իմաստով, քաղաքական ակտիվ դերակատարների, ովքեր հույս ունեին, որ ամեն ինչ այլ է լինելու եւ հույս ունեին, որ Նիկոլը միգուցե փոխվել է, հա, 18-ին իշխանությունը զավթեց, բայց այ 26-ին դա չի անի։ 20-ին պատերազմից հետո իբր հրաժարական տվեց, ապօրինի շարունակեց վարչապետի պաշտոնում մնալ այն ժամանակ, երբ որ չկար կարգավորներ, որտեղ հրաժարական տված վարչապետը շարունակել լիազորությունները պարզապես չի կարող, այ 26-ին նման բան չի անի, ինչևէ։ Խնդիրը այստեղ էլի անկեղծության պակասն է բոլորիս, որտեղ մենք ինքներս մեզ էլի վախենում ենք շատ պարզ եւ ուղիղ բառով ասել, որ մենք պարտվել ենք։ Եկեք քննարկենք, թե ինչպես ենք պարտվել, եկեք միգուցե մխիթարենք միմյանց ասելով, որ դե հավասար պայմաններ չէին, արդար պայմաններ չէին, օբյեկտիվ այլ իրականությունում, որտեղ չէր լինի Նիկոլի բռնաճնշումները, չէր լինի հպատակեցված իրավապահ համակարգ, կլիներ օրինական եւ ազատ ընտրություններ, արդյունքը կլիներ այլ, բայց արդյոք բայցից հետո ասված նախադասությունը որևէ մեկին հետաքրքիր է, եթե բայցից առաջ հետեւյալն է, որ մենք պարտվել ենք բազմաթիվ սուբյեկտիվ պատճառներով, բայց Նիկոլը շարունակում է իշխանությունը պահել զավթած։ Եվ ինչ ենք մենք անելու այս ամենի արդյունքում։ Մխիթարության խոսքեր միմյանց կարող ենք ասել նաև սահմանադրական մեծամասնության բացակայության մասով, բայց եթե թույլ կտակ, ես այստեղ էլ մի դիտարկում պիտի անեմ, շատ ընդդիմադիրներ այսօր որոշները բացահայտ, որոշները իրենց նեղ շրջապատում փորձում են 2026-ի նույնս հունիսի 7-ին տեղի ունեցածը կամ Նիկոլի իշխանազավթումը կապել 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հետ։ Այդ մարդկանց գոնե խորհուրդ կտամ ուշադիր կարդալ այդ սահմանադրական փոփոխությունների տեքստը, որտեղ 2015 թվականի սահմանադրության մեջ ամրագրված եւ դրույթների փոփոխությունն է, որ այսօր մարդկանց հնարավորություն է տալիս ասելու Նիկոլի սահմանադրական մեծամասնություն չունենալը մեր Հայաստանի քաղաքացիների հաղթանակն է, երաշխիքը եւ զսպողակը Նիկոլի համար, որտեղ թե չլիներ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները, դրանք հանրաքվեի չդրվեին եւ չընդունվեին, Նիկոլին պետք չէր լինի սահմանադրական մեծամասնություն, այսինքն այն 49%-ը, որ ինքը իրեն նկարել է, շատ հեշտությամբ բավարարում էր ցանկացած ապօրինության համար։ Ես սա ասում եմ, որպեսզի հանգստանանք եւ ասենք ունենք ինչ-որ փուլային հաղթանակ ամենևին, մարդը, որ զավթել է սահմանադրական դատարանը, սպանել է ամբողջությամբ իշխանությունների ճյուղերի տարանջատման գաղափարը կամ իշխանությունների միջև հավասարակշռման եւ հակակշռման մեխանիզմները, այսինքն ինքը չի թաքցնում, որ հաղորդագրությունով նշանակում եւ ազատումը, չի թաքցնում, որ քրեական գործերից շատ ավելի լավ է տեղյակ, քան այդ քրեական գործը քննող քննիչը կամ քնչական խումբը, այս պարագայում խոսել իրավական ակտերից հենա մեր այս ոչ բարով 8-րդ գումարման ազգային ժողովի վերջին շաբաթը իրենք հրավիրել էին արտահերթ նստաշրջան, այդ արտահերթ նստաշրջանի մեջ այնքան ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի մեջ այնքան փոփոխություն են արել եւ կանոնակարգային փոփոխություններ են մտցրել եւ ընթացակարգային ընտրական օրենսգիրքը դեռ մի կողմ, նույն այս 9-րդ գումարման ազգային ժողովի արդեն իսկ աշխատանքների կազմակերպման տեսանկյունից այնքան բան են փոխել, որ իրենց համար օրենքը իրենց համար իրավականության հետ ոչ մի կապ չունի։ Օրենքը այն ինչ որ SMS-ի մեջ արտացոլված է։ Եվ Տիկին Մկրտչյան, նայեք, Ալենին նշանակել ազգային ժողովի նախագահ, չնշանակել, դա լինի Ռուբեն Ռուբի, ինչ որ անունների փոփոխմամբ ինչ որ բանի հասնելու ենք մենք։ Օրինակ, տեսեք, հասարակությունը այս թեթև բաներին է շատ ուշադրություն դարձնում, դա իհարկե մեղքը ընդդիմությանն է, որովհետև ընդդիմությունը այնուամենայնիվ օրակարգ չի կարողանում ձևավորել, եւ մարդիկ ընկած այդ մանր-մունր բաների հետևից են ընկել,
եւ նաեւ մինչեւ սահմանադրական դատարանը կորոշեր ընտրությունների արդյունքը ճիշտ է, այո, եթե ոչ, ինչպես ասում են, հա, այս մարդիկ արդեն որոշեցին իրենց փակ նիստի ժամանակ անուններ այնտեղ բանանը եւ արանքից, այսպես ասած, հանեցին Ալեն Սիմոնյանին։ Սա երկու եւ երրորդը ասում են ԿՊ-ի ներսում ազգային ժողովում կան ալենականներ եւ մի քանի այսպես պարակտված խմբեր կան։ Եվ այս ալենական խումբը մեղադրում է այն մյուս խմբին, որը հիմա նախագահան, հա, այսպես կից կծված է։ Հնարավոր է ԿՊ-ի ներսում այդ պարակտումը այնուամենայնիվ։ Իհարկե ոչ, որովհետև այդ պարակտման տրամաբանությունը մենք քաղաքական թիմի կամ միգուցե մարդկանց, ովքեր ունեցել են կամ ունեն ինչ որ ընդհանուր գաղափար, իրենք դա չունեն։ Իրենք հանցագործների խմբավորում է, որը շատ լավ գիտի յուրաքանչյուրի կատարածի, յուրաքանչյուրի օժանդակածի եւ պարտակածի չափաբաժինը։ Այսինքն մենք գիտեք ինչ, այդ աղդամցի Ալենի լինել չլինելը ես չեմ էլ ուզում քննարկեմ, բայց մի բան շատ հստակ է։ Նիկոլի աքսիոմատիկ պահվածքը չի փոխվել ոչ Ալենի դեպքում, ոչ Վահե Ղազարյանի դեպքում, ոչ Ռուբեն Ռուբինյանի դեպքում է փոխվել, ոչ էլ Արթուր Դավթյանի դեպքում էր փոխվել։ Այսինքն օգտագործել եւ շփրտել Նիկոլի աքսիոմատիկ վարքագիծը շարունակվում է։ Ռուբեն Ռուբինյանի առավելությունը ես կարող եմ ասել։ Մարդը Թուրքիայից շատ ավելի սերտ կապեր ունի, քան այս պահի դրությամբ ունեցել է Ալենը կամ որևէ մի այլ տեխնացու։ Դրա մասին երբ խոսք եղավ, Ռուբինյանը ասեց ես այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Դե հիմա Օմեգան էլ այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, բայց հիմա արտաքին գերատեսչության ղեկավարը Հայաստանի լրտեսական անցյալով, չհերկված, չհերկվող մի վարքագծով մեկն է, ինչ է խանգարում, որ ազգային ժողովի նախագահի աթոռը զբաղեցնողը իշխանազավթված երկրում Նիկոլին ծառայողների տեսանկյունից էլի լինի շատ մտերիմ թուրքական որոշ շրջանակների հետ, ինչը բացահայտ է եւ մեզ համար չեն էլ թաքցնում իրենք այս ամեն ինչը։ Դուք ասեցիք ընդդիմությունը օրակարգ չի կարողանում ձևավորել, ես խորին համոզմունք ունեմ այդ հարցի պատասխանի մասով։ Մենք չենք կարողանում մեր հասարակության հետ մտնել շատ ճիշտ կոմունիկացիայի մեջ, որովհետև մենք անդադար փնտրում ենք այն մարդիկ, ովքեր քաղաքական կուսակցությունների մասին է խոսքը, անհատների մասին է, ովքեր ունեն ներգրավում Նիկոլի դեմ պայքարում, անդադար փորձում են ստեղծել եւ գտնել ինչ որ մի արհեստական նոր բան, որը հնարավորություն կտա հակառակորդ հանդիսանալ Նիկոլին։ Այն դեպքում, երբ որ ճշմարտությունը մեր հասարակությունը շատ լավ գիտի, որ Նիկոլը դավաճան է, ու երբ որ Նիկոլին մենք փորձում ենք, մեզնից որոշները փորձում են վերածել պարոն վարչապետի, ազգային ժողովում հարց ու պատասխանի, ազգային ժողովում մեր քաղաքացիների խնդիրները բարձրաձայնելով եւ իշխանազավթ Նիկոլի հետ դրանց լուծում փորձել տալով։ Այս ամեն ինչը այնքան արհեստական է իրականում, ու մեր քաղաքացին դա տեսնում է։ Մենք էլ ասում ենք, դե ինչի մեզնից դու գոհ ես, որ այս ամեն ինչը մենք անում ենք, դահլիճում ելույթ ենք ունենում, քո համար գնում ենք գործուղումների, քո համար գնում ենք որ նամակագրությամբ ենք զբաղվում։ Ինքը գիտի, որ այս ամենը իրան որևէ բանի չի տանելու, որովհետև երեք է ասել Տիգրանաշենի մասին, երեք չառաջորն էր ասում պլյուս մինուս 50 զոհի տարբերություններ լինելու։ Ասում են սարի վրա որ ձյունա մեզ պետք է, այս ամեն ինչը տեսնող մեր գիտակից քաղաքացուն մենք ինչպես պիտի խափենք, թույլ տվեք ասեմ, այս բառը օգտագործեմ, արհեստական նամակագրությամբ կամ ինչ որ համայնքային, տեղական կամ միգուցե նույնիսկ հանրապետական մասշտաբի խնդիրներ բարձրաձայնելով։ Դրա մասին է այսօրվա Հայաստանը, Հայաստանի ներկան այլևս տարիներ շարունակ դրա մասին չի։ Հայաստանի ներկան պետությունը պահպանելու եւ ամենակարևորը այդ պետությունը վերականգնելու մասին է։ Դե հիմա այդ մարդիկ, ովքեր որ իրեն ձայն են տվել, ասում են մենք ապրում ենք խաղաղ, անվտանգ եւ մենք այդ խաղաղությանն ենք ձայն տվել։ Այդ մարդիկ այնքան քիչ են իրականում քվեարկածների մասին է խոսքը, որ նույնիսկ ես շատ մի տարօրինակ բան կասեմ, որ նույնիսկ իրենց գոյությունը մեր պետության առաջընթացին եւ վերականգնմանը չի կարող խանգարել։ Նույնիսկ այն մարդկանց, ովքեր առանց վարչական ռեսուրսի, առանց բյուջետային կաշառքների, առանց վախի, առանց իրավապահների նիկոլական ընտրել են Նիկոլին, այդ մարդկանց թվականակը այնքան քիչ է, իրենք չեն կարող խանգարել մեր պետության վերականգնմանը։ Իհարկե, բայց եթե մենք խոսում ենք
49%-ի մասին, մենք ուրեմն Նիկոլի օրակարգով ենք շարժվելու, թե մենք սկսենք խոսել նրա մասին, որ 49%-ը քվեարկության մասնակիցների ընտրել է իրան, չի ընտրել իրան։ Միայն մեր աչքի առաջ 60,000 ձայն ուղղակի չէին հարմարեցրել, չէին կարողացել, ուղղակի Բարգավաճ Հայաստանից ջնջեցին, այդ օրը ջնջեցին։ Մի շաբաթ հետո այդ 60,000 ձայնը ջնջելու ազգային ժողովում որոշեցին, որ մի քանի տասնյակ հազար Հայաստանի քաղաքացի, ով մշտապես չի բնակվում Հայաստանում, պիտի ուղղակի ճղեն եւ գցեն իրանց անձնագրերը։ Այսինքն մի կողմից Նիկոլը քվեաթերթիկներ պատռեց, մյուս կողմից Հայաստանի քաղաքացիների անձնագիրա պատռում, շրջանակը մաքսիմալ նեղացնելով մնալու են ինքը, իր լափամանից օգտվողները եւ այն մարդիկ, ովքեր մոլորված են, բայց այս թվականակը շատ քիչ է, նորից եմ կրկնում։ Այլ բան է, որ այսօր կա վախ, այսօր կա ռեպրեսիա, այսօր կան կեղծիքներ, որոնց դիմաց առնել, ուղղակի մենք չենք կարողանում։ Այս 9-րդ գումարում ազգային ժողովի ինչքան կտևի։ Ես չեմ կանխագուշակելու, ես հիշում եմ, թե ինչ էին ասում մարդիկ 2021 թվական, երբ մենք գնում էինք ազգային ժողով, ասում էին դե մի 6 ամսվա կյանք ունի այս խորհրդարանը, Նիկոլը մեռած է, Նիկոլը գոյություն չունի, բայց պարզվեց, որ այն մարդիկ, ովքեր պայքարում են Նիկոլի դեմ, ամենևին չեն փորձում իրականության աչքերին նայել, մշտապես փորձում են թերագնահատել այն անհայրենիքության բաժինը, որ ունի Նիկոլը, մշտապես փորձում են այլ հատկանիշներ օգտագործել իր անձի նկատմամբ, միայն թե չասեն, որ ինքը ծախել է Արցախը, միայն թե չասեն, որ 2018-ին իշխանազավթում է տեղի ունեցել, միայն թե չասեն, որ 2021-ին ընտրություններ են կեղծվել, ինչ ասես ասում են, ու տպավորություն է, որ հիանալի էլ շարադրում են բովանդակությունը, որին Նիկոլը բերել է իր վարքագծով, բայց թե որտեղ են դրա սկզբնաղբյուրները, մի տեսակ տպավորություն կա, որ որևէ մեկին պետք չի սա բարձրաձայնել։ Իսկ միգուցե մենք ստեղից պիտի սկսենք, միգուցե կանգնենք, նայենք ինքներս մեր աչքերին, ասենք, որ պարտվել ենք, հասկանանք որտեղից է գալիս այդ պարտությունը։ Միգուցե այդ պարտությունը գալիս է այնտեղից, որ հունիսի 7-ին Հայաստանում ընտրություն տեղի չի ունեցել։ Մենք խոսում ենք ընտրության մասին։ Միգուցե մենք սահմանադրական դատարանից ոչինչ չէինք սպասում, բայց դիմել ենք սահմանադրական դատարան ընկալումով, որ Հայաստանում դատարան կա։ Այդպես էլ դիմում ենք բարձր դատարան։ Մոռանալով, որ այդ դատարանը շրջափակվել է նրա համար, որ այսօր ունենա այն կազմը, այն սուբյեկտային ներկայացվածությունը, որը այսօր ունի։ Այդ սահմանադրական դատարանի անունը կարող ենք դնել Նիկոլ Փաշինյան եւ իհարկե ավարտենք։ Անվտանգային մարմինների անունը Նիկոլի անվտանգության մարմինն է, պետական ծառայությունը Նիկոլի ծառայության մարմիններն են, դատարանները Նիկոլի SMS-ի բովանդակությունը որոշման վերածող, պեչատող եւ ստորագրող մարմիններ են։ Միգուցե հենց սա է մեր ելակետը, ու մենք մեր հասարակությանը հենց իրավունքի եւ ազատությունների ինքնապաշտպանության այսպիսի մոդել պիտի առաջարկենք։ Եվ Տիկին Մկրտչյան, չեք կարծում, որ մենք այնուամենայնիվ ընդդիմությանը անհարմար հարցեր քիչ ենք տվել, որովհետև միշտ ասել ենք դե ընդդիմությունն է, ընդդիմությանը ինչպես կարելի է քննադատել եւ այլն։ Տեսեք, օրինակ Նիկոլը ինչով է միշտ հաղթել։ Եթե լիներ Նիկոլը ընդդիմադիր եւ ունենայինք այն պատկերը, որը հիմա ունենք, ազգային եւ սահմանադրական դատարանում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում եւ դռներ կկոտրվեին եւ այնտեղ կքնեին մարդիկ, վրաներ կդնեին եւ այլն։ Բայց նաեւ մարդիկ կային, ովքեր որ 5 տարի առաջ դեռ դիմադրություն շարժման ժամանակ ասում էին Նիկոլը այլևս չկա, բան չէ, այդպեսի տեքստեր ենք լսել։ Այ հիմա որ դուք ասում եք պարոն վարչապետով դիմեցին, հետո այս արեցին, այն արեցին, հիմա չեն կարողանալու անել, որովհետև կհիշեք Նիկոլը ասեց այն մարդիկ, ովքեր որ գալու են ու ցույց տվեց ընդդիմադիր հատված ազգային ժողովի, ասեց այն ինչ որ դրել են սեղանին չի լինելու, նույնիսկ դրոշի անունը չտվեց, ասեց վերացնելու են, կոտրելու են դրանք։ Այնքը իր սպառնալիքների եւ մեր նկատմամբ կիրառված բռնաճնշումների մեջ ամբողջությամբ այս պայմանությամբ տեսանելի արդյունք է ցույց տալիս։ Մեր արդյունքը ինչի տեսանելի չի։ Մենք շատ մանրամասն քննարկեցինք ու նաեւ շատ անկեղծ, որովհետեւ մենք պարզապես հրաժարվում ենք ընդունել, թե ով է ինքը։ Մենք իրան դրել ենք քաղաքական գործչի տեղ, մարդ ով որ նռնակներ է նետում Հայաստանի քաղաքացիների վրա, մարդ ով որ խաղաղ ցուցարարներին ծեծով ջարդով դիմավորում է, հետո ինքը այդ նույն ծեծված ջարդված քաղաքացին խաղաղ ցուցարարը ամիսներով անցկացնում է բանտում միայն նրա համար, որ քաղաքացիական դիրքորոշում ունի եւ կեցվածք Նիկոլի դեմ, մենք այդ ամեն ինչը կազմակերպած մարդուն ասում ենք ինքը քաղաքական գործիչ է։ Ասում ենք լավ քաղաքական գործիչ է, ասում ենք վատ քաղաքական գործիչ է, անհաջող քաղաքական գործիչ է, չստացված, անփորձ։
Այս հատկանիշներից որևէ մեկը իրան բնութագրական չի, որտեղ իր տեսանկյունից ինքը լավ էլ հաջողակ է։ 2018 թվականի ինչ ծրագիր, որ իր առաջ դրել են, այդ ծրագրի իրականացմանն էլ լծված է եւ միգուցե ինչ որ ժամկետային իմաստով խախտումներ ա տվել, դա էլ իր թուրք եւ ադրբեջանական տերերը կիմանան, բայց վերջին արդյունքում ամեն ինչ առաջարկել է եւ ամեն ինչ առաջարկում է։ Այսօր մարդ ասում է Հայաստանի քարտեզը պիտի կներեք այս բառից համար, պիտի ծակծկենք, որտեվ մեջտեղից ադրբեջանցիները էլի բաներ են ուզում։ Պիտի մեջտեղից կտրենք կտոր բաներ հանենք տանք։ Ադրբեջանն ու Թուրքիան են ուզում։ Սահմանադրության տեքստն է, որ ամեն ինչ ժողովրդի հետ, այս հարթակը այն հարթակն է, որը ներկայացնելու է ամեն ինչ, ոչ մի պետական գաղտնիք չի լինելու, ոչ մի ծառայողական գաղտնիք չի լինելու, ոչինչ չի թաքցվելու այս ժողովրդից։ Սահմանադրություն են գրել։ Ալիևյան սահմանադրությունը։ Հեսա մի տարին կլերանա, տեքստը ինձ ու ձեզ ցույց չեն տալիս։ Ինչի որտեղ վերջում կդնեն դեմներս էլի, անունը կդնեն այս հունիսի 7-ի նման այն ընտրություններ սրա անունը կլինի հարակվե, նույն կեղծիքներով, նույն տրամադրությամբ եւ տրամաբանությամբ կանցկացնեն։ Մեզից ոչ մեկ էլ չի հիշի, որ օրինակ մի 4 ամիս առաջ մենք խոսում էինք նրա մասին, որ Վրաստանում քրեական գործեր կան, հայկական կեղծ անձնագրերի մասով։ Տենց կմոռացվի կգնա, ինքը այնքան է առաջարկում մեզ այդ բռնաճնշումների եղանակներն ու մեթոդաբանության բազմակիությունը, որ մենք կմոռանանք ու դա կանցնի կգնա։ Այս սրա մասին է խոսքը։ Բայց Տիկին Մկրտչյան, նայեք, ինքը ասեց ինձ ձայն տվեք ընտրություններից առաջ, հա, եւ ես մարդը այս առումով անկեղծ էր։ Ասեց ինձ ձայն տվեք ժողովուրդ ջան, ես այդ երագլուխներին կկզացնեմ, էլես կանեմ, այն կանեմ, ինչ ասեց, չէ։ Հիմա անում է այս մարդը, հիմա ինչ անում, ասում է ժողովուրդն է այդպես պահանջում, թե դա որ ժողովուրդն է, չգիտեմ, են երևի 350-ը, որ այդպես մաքուր, որ, հա, ասում է Վահագն Հովակիմյանի նկարած 49%-ի աներևութական ֆանտոմային ժողովուրդ։ Հիմա ինքը ինչ անելու է այլևս, ասել է ժողովրդին ինձ մանդատ է տվել, այս անգամ ավելի շատ կամ ավելի քիչ, այս քանակը տվել է եւ այս քանակը պահանջում է ինձնից, որ Ծառուկյանին մինչեւ տանելը բան այդ 70 տարեկան մարդուն մի հատ գցել այդ ուժայիններով, դա խայտարակ պատկեր էր իրականում։ Այստեղ ստացի, որ ես Ծառուկյանի հետ կապված որևէ բան ունեմ, չէ, Ծառուկյանի հերոսը չի, քաղաքացու իմաստով կատարվել է անթույլատրելի։ Անկեղծորեն եմ ասում, ես շատերի փոխարեն, որ ասում եմ գետին եմ մտա, որտեղ ոնց կարելի է, լավ, ասենք այդ մարդուն ինչ արել այդ մարդը։ Ուզում եք ես դրա պատճառը հետևանքային փաստերը շարադրեմ, որովհետև մենք մի քանի ամիս առաջ ականատես էինք եղել, թե ինչպես են պատարագի ժամանակ երկու անչափահաս տղաների կալանավորմանը հասնում Նիկոլի ցանկությամբ։ Այդ դրա համար, որ մենք չունենալով հանրային իմունիտետ, նույն քաղաքական գործիչները, քաղաքական առաջնորդները, քաղաքական համայնքը, որը զբաղվում է այսօր Նիկոլի դեմ պայքարով, ովքեր ակտիվորեն զբաղվում են Նիկոլի դեմ պայքարով, այդ ժամանակ չեն հասկացել, որ անչափահաս երեխայի կալանավորումը, անչափահասի կալանավորումը, դպրոցականի կալանավորումը բերելու է նաև 70-ամյա Հայաստանի քաղաքացու նկատմամբ խոշտանգման բառից բուն իմաստով։ Ես ավելի հետ կարող եմ գնալ։ Մենք բոլորս մտածում էինք միամտաբար, որ 2018 թվականին բռնություն, ատելություն, ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, երբ որ իրականացնում են հանրապետական կուսակցության падգամավորների նկատմամբ, այսինքն անձեռնմխելիություն ունեցող մարդկանց, մեզ թվում էր, որ սա մենակ այս անձեռնմխելիություն ունեցող մարդկանց նկատմամբ, սա երբեք մեզ վրա չի տարածվելու եւ չի իջնելու հասարակության այլ շերտեր։ Այնքան միամիտ էինք, որ չենք հասկանում իշխանազավթումը այնպիսի չափերի է հասել եւ այնպիսի մեքենա է աշխատում մեր երկրի եւ մեր ազգի դեմ, որ անձեռնմխելիություն ունեցող այսքան մարդիկ ում գործունեությանը միջամտելը քրեորեն պատժելի է, իրանց երեխաների, իրանց ընտանիքի անդամներին ֆիզիկական հաշվեհարդարով կարողանում են սպառնալ, այ մեզ դա երբեք չի հասնելու։ Սա այն հանրային իմունիտետի բացակայությունն է, որը մենք ցավոք սրտի մինչև այսօր այդ բացը լրացնել չենք կարողացել ու նույն քաղաքական կուսակցությունների ղեկավարները, մարդիկ, ովքեր մասնակցեցին հունիսի 7-ին, ինչի մասին էին, որ իրականում էլի թե իրենք էլ չգիտեին ու մեզ չուզեցան ասել, թե իրականում իրենք էլ չեն պատկերացնում, թե ով է Նիկոլը։ Ես շատ կուզենայի, որ այն ինչ որ հիմա տեղի ունենում Հայաստանում, տեղի ունենար մեկ այլ երկրում, որը հնարավորություն կտար ինձ ու ձեզ նստել առանց էմոցիաների, տեսական քննարկում անել։ Ես էլ ձեզ ասեի, գիտեք 4 ամիս առաջ հիշում եք, որ իրար հետ զրուցում էինք, ու ես ասում էի, թե ինչա լինելու։ Ու հələ մի քիչ էլ կներեք այս բառից համար, տենց գլուխ գովայ, ասեի, տեսակ ես որ կուսակցությունից եմ, այն կուսակցությունից, որը 5-6 ամիս առաջ ասել էր, թե այս Նիկոլ ինչերի է ընդունակ։ Բայց եղավ այն ինչ որ ուղակի սարսափելի է։
Իշխանազավթումը շարունակվեց, ձեր ասած ավելի բիրտ, ավելի լկտի միջոցներով, որտեղ ինքը հիանալի գիտի, միջոցը իշխանության մնալու եւ այնպես անելու, որ այն աթոռը, որի վրա նստած է, ոտքերը չշարժվի, դա մեզ բոլորիս իր սիրած բառերով կներեք, ասֆալտին փռել տալն է եւ բորջուր լիզել տալն է։ Եվ Տիկին Մկրտչյան, ես անդադ այս ընթացքում մտածում եմ, օրինակ դուք մանդատի տեղը չի որ չգիտեիք, հա? Գիտեիք եւ դուք էլ падգամավոր եք։ Ինչ օրինակ չմասնակցեցիք, ինչա դուք ցայն չէիք հավաքելու, եթե մենք այս պատկերացմամբ, հա, ինչ որ հիմա ունենք սեղանի վրա, դուք էլ կգնայիք էլի։ Վստահեցնում եմ, որ հանրապետական կուսակցությունը իր համար նախատեսված կուսակցությունների համար նախատեսված անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չի ունեցել։ Ձեր ասածին գոնե իմ եւ մի քանի իմ կուսակցական ընկերների մանդատի հարցը լուծվում էր, եթե մենք այդ տեսանկյունից ենք նայում։ Բայց նախագահ Սերժ Սարգսյանը 1 ժամից ավել դեռևս ապրիլին, այսինքն շատ ավելի առաջ հունիսի 7-ի խայտառակ իրավիճակից, հունիսի 7-ի այս ծանր պարտությունից ասելա, թե սա ինչի է ընդունակ։ Եվ շատ լավ մենք հասկանում ենք, որ գիտեք, այդ ընդդիմադիր դաշտի պառակտվածությունն էլ մինչև հիմա կա, արհեստական մտցված պառակտվածությունը, մեր անունը շոշափող պառակտվածությունը։ Մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել, շատ անկեղծ իրար հետ քննարկելու, ընդ որում դուք ասացիք, որ նախորդ հարցի մեջ, որ ընդդիմադիրներին շատ հարցեր չենք տվել, չենք կարողացել, չենք փորձել իրենց նեղել իրականությունը, բայց թույլ տվեք ես մեր օրինակով ասեմ, որ մենք երբևէ չենք խուսափել անկեղծ հարցեր տալուց եւ այդ պատասխանները լսելուց, գոնե մեր զրույցների ընթացքում դրանք եղել են օրվան համահունչ եւ խնդիրները չթաքցնելուն ուղղված։ Ես հիմա այս նույն տրամաբանությունը շարունակելով ուզում եմ ձեզ ասել, որ մենք նպատակ ունենք հենց դա կանխելու։ Մարդիկ, ովքեր այս կամ այն կերպ, այս ընդդիմադիր դաշտում ուզում են պառակտման, տարանջատման, ամենտեղ սլաքները շեղելու, նույն հանրապետական կուսակցության վրա շեղելու, միայն թե Նիկոլի կողմը չնայեն, որտեվ կամ վախենում են Նիկոլից, կամ պայմանավորված են Նիկոլի հետ, դա էլ թող մնա իրենց խղճի վրա, ունենում ենք այս պատկերը։ Ու ես այս հարցի պատասխանն էլ գիտեմ։ Ինչի են շատ ընդդիմադիրներ այսօր նյարդայնանում հանրապետական կուսակցության կամ նախագահ Սերժ Սարգսյանի անվան անդադար լինելուց եւ հիշատակումից։ Իրենք շատ լավ գիտեն, որ ինչ էլ որ անեն, ինչ սուտ հորինել են, ինչ մեղքերի մեջ մեղադրել են, միևնույն է մեր հասարակության մի շատ մեծ զանգված ինձ տեսնելուց, շատ այլ մարդկանց տեսնելուց տալիս է մեկ հարց, անելանելիության եւ անկարողության մթնոլորտը հաղթահարելու մեկ հարց։ Ինչ է մտածում նախագահը այս հարցերի վերաբերյալ եւ ինչ պիտի արվի։ Իրենց սա նյարդայնացնում է։ Փոխարենը միասին այս ամեն ինչից դուրս գալու երկեր փնտրենք մենք բոլորս, մենք փորձում ենք ինչ-որ յուրաքանչյուրս մեր տրամաբանության մեջ այդ պահին հայտնված մանդատ կլինի կամ հնարավորությունները ծառայեցնել ըստ էության մեր անձնական շահերին։ Մենք դա չենք արել, ընդ որում գիտեք մենք ապրիլին ենք փակել մեր առաջ հնարավորությունը ունենալու ձեր ասած մանդատները։ Որևէ մեկը չգիտեր վերջի վերջո ինչպես է դասավորվելու այս ամեն ինչը եւ որևէ մեկը հիմա չգիտի թե հաջորդող 5 տարին, որը գոնե թե ձևական իմաստով ամրագրվեց այսօր սահմանադրական այսօրվա արդեն սահմանադրական դատանի որոշման իրողությունների տեսանկյունից, տպավորությունը թե այդ 5 տարին շատ դժվար կարող է դասավորվել հանրապետական կուսակցության համար, որովհետև ի վերջո եթե շատ մարդիկ այս կամ այն ժամանակամիջոցում են հայտնվել իշխանությունների ոչ բարեհաճ ցուցակում, հա, մենք դա 2018-ից ենք մեր վրա զգում այդ բռնաճնշումները։ Հարմեն Աշոտյանի անդադար եւ շարունակվող կալանքները, նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ միայն աճող քրեական գործերը թվականակով եւ անդադար նախագահային դատարան տանելով խափանման միջոցների փոփոխության եւ իր ազատ տեղաշարժը արգելելու համար մենք մեզ համար այդ ամեն ինչը այս 8 տարիների ընթացքում անդադար process է եղել ու շարունակում է։ Որևէ մեկը չգիտի այնտեղ այսօր հանրապետական կուսակցության ներկայացվածության բացակայությունը ինչ ավելի բացասական հետևանք կարող է ունենալ հենց մեր կուսակցության վրա։ Բայց մենք միևնույնն է հայտարարել ենք, որ մեզ համար դա չի նպատակը։ Մեզ համար Նիկոլի գնալն է։ Ու կարծում եմ, որ մեր օրինակին պիտի շատ շատերը հետևեին։ Դե բայց հիմա ասում էին նաև, հա, որ մեր նպատակը իշխանափոխությունն է, բայց ստացվում է, որ ընդդիմափոխություն ստացվեց ազգային ժողով։ Իսկ քանի որ չի հետաքրքրում ներողություն, ով է Նիկոլի մոտ ընդդիմություն, ես երբեք Նիկոլին ընդդիմություն չեմ աշխատել։ Ես միշտ իմ քաղաքացիներին, մեր քաղաքացիներին ասել եմ, որ ես այնտեղ երաշխավորված ձայն եմ։ Ընդ որում ոչ թե իմ խոսքով, այլ իմ վարքագծով։ Բռնաճնշումները կրել են
քրեաիրավական թե քաղաքացիաիրավական բնույթ, ես իմ դիրքորոշումն ու կեցվածքը չեմ փոխել եւ փառք Աստծո հասանելի են բոլոր այն փաստաթղթերը, որոնց տակ ես իմ ստորագրությունը դրել եմ։ Ու նաեւ խոսքը անվստահության ստորագրության մասին է։ Երբ որ մենք խոսում ենք անվստահության մասին, մեր ընդդիմադիր գործընկերները եւ ազգային ժողովի ներսում եւ ազգային ժողովի դրսում գտնվող, բայց տենց միասնական կուրացիայի տակ հայտնվածները խոսում էին խոսել վարչապետի տեխնացուի մասին։ Ժողովուրդ, մեր համար անվստահությունը Նիկոլից ազատվելու ձև է, ձեզ համար անվստահությունը իշխանության գալու ձև է։ Մեր տարբերությունը այստեղ է։ Երբ որ մենք խոսում ենք իշխանության այս ձևավորման process-ների մեջ չմասնակցության մասին, այսինքն ընտրություններին չմասնակցության, մենք նկատի ունենք Նիկոլի դեմ պայքարելու միասնականության ցուցադրություն։ Իսկ դուք հասկանում եք միանգամից ձեզնից մանդատներ խլելու հնարավորություն։ Էսա մեր ու ձեր տարբերությունը։ Եվ Տիկին Մկրտչյանին չհամատացում նախագահ եւ անընդհատ խոսվում է այդ ձայնագրության մասին, հա, չգիտեմ իրականում դա այն ձայնագրությունն է, բայց նաեւ մարդկանց մոտ տպավորություն է, որ դա պահվել է վերջի աղետը կանխելու կամ չգիտեմ, հա, մենք իսկապես չգիտենք դա այն ձայնագրությունը։ Դա միֆ է, թե իրականում կա կամ լսել են ինչ-որ բաներ, փորձում են այդպես մեզ համոզել, այն որ ասում է լույսը պիտի անջատվի, այդ ձայնագրությունը կհայտնվի։ Գիտեք, ես էլ չգիտեմ ինչի մասին է խոսքը, անկեղծորեն չգիտեմ։ Բայց լսել եք երևի նման բաներ։ Ես շատ տարբեր բաներ եմ լսել, բայց մի բան եմ հասկացել, որ նախագահի մասին թևածող տարբեր ասեկոսեները ոչ մի կապ չունեն իր կեցվածքի, իր մեր պետության համար մատուցած ծառայությունների հետ, որովհետև վստահ եմ դուք էլ լսած կլինեք, շատ-շատերն են ասում, որ նախագահի հետ մեկ անգամ հանդիպումից հետո ամբողջությամբ փոխվում է ոչ միայն այն աշխարհայացքը, որ ունեիր, այն դիտանկյունը, որից նայում էիր քո երկրին ու ժողովրդին, այլ հենց նախագահի ընկալումն է փոխվում։ Ես չեմ մտնելու այդ որևէ ինչ-որ դավադրությունների տեսության մեջ, որովհետև մենք մեր արչև հայտնվածը, մեր աչքի առաջ տեղի ունեցողը ավելի քիչ ենք ուզում տեսնել, քան այն ինչ որ ինքներս մեր ֆանտազիայով այդ ամեն ինչը տեսնում ենք։ Բայց շատերը նաև այսպես հույսի նշույլ է առաջացնում, հա։ Գիտեք, նախագահը կարծեմ 2021 թվականի հենց խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ քարոզարշավի ընթացքում քաղաքացիների ցանկությամբ ոչ թե մենք էինք մասնակցում, այլ նախագահն էր հիմնականում հարցերին պատասխանում, ինքը շատ ուղիղ դրա մասին խոսել է, որ մարդու երեսին կանգնելը տեսանելի սյունած ողջույն տան, դրանից այն կողմ ավելի մենք ինչ-որ դավադրության կամ ձայնագրության մասին ենք խոսում, կամ մարդը մեր աչքի առաջ է, չէ, Արցախը ծախել։ Կարող է դա մի 160 տարի առաջ ա եղել, մենք էլ չգիտենք ում պատմվածքին հավատանք եւ որ պատումին հավատանք դրա։ Մեր աչքի առաջ էր ինքը կանգնում, ասում որ Շուշին դժբախտ ու դժգույն է։ Մեր աչքի առաջ էր 44 օրյա պատերազմի ընթացքում Facebook-յան իր էջում պետական գաղտնիքներ էր հրապարակում։ Ռազմական տեղեկություններ էր հրապարակում, հեսա էս ալնելու, հեսա այն կլինի, մեր պարենը այսքան, այո, մեր պարենային անվտանգությունը այսքան օրվա է, չգիտեմ ինչ օրվա է, բայց մեր աչքի առաջ եղել մեզ ինչ-որ մեկի ձայնագրությունն է պետք։ Էլ չեմ ասում այն ձայնագրությունը, որ նախագահը ամեն դեպքում հրապարակեց տարիներ առաջ, որտեղ Նիկոլը շատ պարզ ասում է, եթե պետք է, ես ինձ պիտի գժի տեղ դնեմ ու անեմ այն ինչ որ անում եմ։ Հիմա ինքը իրան դրել է մարդասպանի տեղ եւ սպանում է Հայաստանի քաղաքացիներին մի բանի համար, իշխանությունը պահպանելու համար։ Ինչ նոր դեր է ինքը իր վրա վերցնելու, ես չգիտեմ, բայց ես վստահ եմ, որ ցանկացած դեր ինքը իր վրա վերցնելու է Թուրքի եւ ադրբեջանցու նպատակներին հասնելու համար։ Իսկ դա գիտենք, չէ՞, որ մեր բոլորի չգոյությունն է։ Եվ նաև այն մարդիկ, ովքեր որ միշտ այսպես մեղքի բաժինը գցում են հանրապետականների վրա եւ նաև արդարացնելով իրենց, ասում են օրինակ, տեսեք, Սերժ Սարգսյանը եղել է ազգային անվտանգության ծառայության պետ ժամանակին, պաշտպանության նախարար, բոլոր պաշտոնները զբաղեցրել է եւ Նիկոլին ինքը վերջ-վերջո 5 մատի պես գիտի եւ ինչեր կունենա նա պահած Նիկոլի։ Ինչ եք կարծում, եթե Արցախի հարցում նախագահը կարողանար ականջից մի հատ ինչ որ, հա, կամ որ նախագահին վայել ինչ որ մի ապտակ, դա չէր անի։ Ձեր ասած նախադասները գիտեք, որ մարդիկ են ասում, մարդիկ ովքեր մինչև 2018 թվականը իրենց կյանքը մոռացած ամեն ինչ անում են, որպեսզի Սերժ Սարգսյանը չկարողանա պահել Հայաստանն ու Արցախը։ Նիկոլին օգնած, Նիկոլին պարտակած, Նիկոլին, չգիտեմ, հերոսացրած նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիների մասին է խոսքը։ Այդ ընթացքում հերոսացրած մարդիկ այսօր նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են պատժել Նիկոլին։ Դուք չեք այդ Նիկոլին պահում։
Նիկոլը դատապարտվել էր կատարած հանցագործության համար, դուք ասում եք ինքը հանցագործություն չի կատարել։ Այլ բանա որ հիմա փոխել եք ձեր տեքստերը, բայց դա էլ արդեն ձեր մարդկային արժեքների մասին է խոսում եւ քաղաքական նպատակահարմարության եւ հեռատեսության կամ դրա բացակայության մասին, բայց ոչ օբյեկտիվության։ Մարդիկ են նախագահային մեղադրում, ովքեր միջավայր չեն կողմնորոշվել։ Նիկոլը իրանց հերոսներ, թե Նիկոլը իրանց համար դավաճան է։ Նախագահ Սերժ Սարգսյանը 90-ականներից պայքարում է Նիկոլի դեմ։ Ընդ որում, առաջին անգամ նախագահի դիմաց հայցերի եւ բողոքների հիման վրա է, որ պետք է Նիկոլը ազատազրկվեր։ Այ ոնց չի ազատազրկվել։ Այ գնացեք այդ մարդկանց հարցրեք, ովքեր այսօր Նիկոլին փորձում են արդարացնել եւ մեղադրել Սերժ Սարգսյանին։ Բայց նաեւ պատմություններ կան, ես չեմ կարող ասել ինչքանով է դա 100% ճշմարտություն, ասում են որ ժամանակին Նիկոլ Փաշինյանի կյանքը փրկել է Սերժ Սարգսյանը։ Այնտեղ ինչ որ տղայական բաներ էր լինելու, իրան գուցե հիմա չէր լինելու, բայց Սերժ Սարգսյանը ասել է դե մարդ է, ոչինչ, ընդդիմադիր է, լրագրող է, գուցե։ Ես Նիկոլի մասով չգիտեմ այդ պատմության իսկության մասին, չեմ կեղծելու, բայց ուրիշ բան կարող եմ ասել։ Նախագահ Սերժ Սարգսյանը ապացուցեց վարքագծով, որ Հայաստանի որևէ քաղաքացու կյանք ինքը չի վտանգելու եւ հայի կյանք խլել իր համար անթույլատրելի եւ անընկալելի է։ Ընդ որում դա ապացուցել է 2018 թվականին։ Ես վստահ եմ, որ իր նախորդ 30 տարիների ընթացքում, որ ծառայել է երկու հայկական պետականություններին, այդպիսի դրվագներ բազմաթիվ են եղել եւ հազարավոր մարդկանց կյանք ինքը փրկել է։ Այդ 18-ը որ ասեցիք, այսինքն մարդկանց այնպես չի, հա, որ նորից ինչ էին ասում են դու մի 100 հոգի էլ մեռներ։ Դա ասում են նրանք, ովքեր իրենց ամենալկտի ձևով էին պահում 2018-ի ապրիլյան իրադարձների ժամանակ, այսինքն իրենց մահն են, էլի Ես ներկայ եմ եղել, ես դա շատ լավ գիտեմ եւ Դուք հասկանում եք, չէ՞ որ հիմա այդ խոսակցությունը բացող մարդիկ ուղղակի թուլամորթներ են։ Իրականությունը տեսնելու չեն ասել իրանք որ ներկայ են եղել։ Այո, հիմա ջնջված ամբողջ մաքրած է, այո։ Իրանք թուլամորթներ են, որովհետեւ այսօր էլ իրանք չեն ուզում կանգնեն Նիկոլի դեմ պայքարի շարքում։ Իրենցից այսօր ոչինչ չի պահանջվում։ Իրենք պիտի ուղակի շարքը ընտրեն եւ կողմ ընտրեն պայքարի։ Իրենք դա չեն ուզում անեն։ Իրանք թուլամորթի պես մեղադրում են բոլորիս, չանելով ոչինչ ու չգիտես որ ժամանակահատվածում որտեղ հայտնվելով։ Մենք անդադ իրար վերջում հրաժեշտ տալուց ասում ենք մյուս անգամ հանդիպենք ավելի լավ թեմաներով։ Եկեք չխախտենք այդ ավանդույթը ամեն դեպքում։ Հա, ամառային արձակուրդներ են, թող ընդդիմությունն էլ գնա հանգստի, տեսնենք Չէ, թույլ տվեք ասեմ, որ ընդդիմությունը իրավունք չունի հանգստանալու, ինչ որ ամառային արձակուրդների տրամադրության եւ տրամաբանության մեջ այդ մարդիկ պիտի աշխատեն, մենք պիտի աշխատենք, մենք իրավունք չունենք որևէ կերպ ինչ որ սեզոնայնությամբ պայմանավորելու պայքարը, որտեղ Հայաստանի քաղաքացին սեզոնայնությամբ չի պայքարել։ Մենք իրեն հունիսին ենք կանչել փողոց, ինքը հունիսին է եղել փողոցում։ Դեկտեմբերին ենք կանչել պատերազմից հետո մեր գիտակից քաղաքացիները եղել են մեր կողքին։ Վերջի վերջո քաղաքական դաշտը պիտի իր վճռականությամբ հավասարվի Հայաստանի գիտակից քաղաքացուն, որը արդեն 6 տարուց ավել է բղավում է, որ Նիկոլը դավաճան է։ Եվ չմոռանանք 1.500.000 քիչ մարդ չի է, որ մասնակցել է ընտրություններին, եւ դա ապացույցն է այն բանի, որ այդ մարդիկ իսկապես դժգոհ են։ Այստեղ թվականակը մյուսների հետ կապված կապ չունի։ Այն որ 60,000-ի վրա թքեցին եւ որոշեցին Ծառուկյանն, հա, այսպես տանել, բանտարկել, մի 60,000 ժողովրդի ձայն, իրավունք, խիղճ դնել վաճառքի։ Այո։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ